կուզենամ մի բանով այսօր նոր sense մտքիս եկավ, հիշեցի, ասեցի ձեր հետ կիսվեմ։ Ես այս տարի Հայաստան էի գնացել, իմ համար առաջիններ 16 տարվա մեջ։ 16 տարի ես Հայաստանում չէի եղել։ Ու առաջին անգամ երբ որ գնացի 16 տարի հետո Հայաստան, այնքան հետարքիր զգացողություն էր։ Չգիտեմ Բելգիայում ոնց է, բայց Հոլանդիայում մի sense բան կա, որ հոլանդացիք դե մտածում են իրանք ավելի լավն են, քան թե մյուս ազգերը, ու դրսի մարդկանց միշտ ոնց որ անվանեն այլազգի մարդիկ։ Այսինքն վատ իմաստով էլի, որ իրանք լավն են, իսկ մյուս ազգերը ավելի ցածր են, ավելի վատ են։ Կապ չունի քո մաշկի գույնը, թե սպիտակ ես, թե սև ես, բայց միշտ անվանում են այլազգի մարդիկ։ Ու այնքան հետարքիր զգացողություն էր, այս անգամ որ ես Հայաստանում եղա 16 տարի հետո, ինձ զգացի իմ երկրը ոնց որ այլազգու պես։ 16 տարի հետո։ Անկեղծ եմ ասում, առաջի 3 օրը իմ համար ոնց որ ես առաջի անգամ 16 տարի առաջ եկա Հոլանդիա, ինձ այլազգ էի զգում, հա, իմ երկրում չէի։ Այս անգամ գնացի Հայաստան, ոնց որ էլի ինձ զգամ այլազգու մեջ, հա, ինքան բաներ ոնց որ դու էլ արդեն չես տեսել, չես վերապրել, 16 տարի անցել է ինձ զգացի այլազգու մեջ։ 3-4 օր հետո գնացինք եկեղեցի։ Ու երբ որ եկեղեցում երկրպագություն, փառաբանություն, աղոթ գնաց, ինձ նորից իմ տան մեջ զգացի։ Հալելույա։ Ու ինչի եմ ասում, ես այսօր ինձ զգում եմ իմ տան մեջ, որովհետև 2-3 հոգի, որտեղ որ հավաքվում են Աստծո անունը, Հիսուսի անունը փառավորելու, երկրպագելու, դու արդեն քեզ քո տան մեջ ես զգում։ Կապ չունի այստեղ է, Հայաստանում է, աշխարհի որ ծայրում, եթե 2-3-ը միաբան հավաքվում են Հիսուսի անունով, դու քեզ զգում ես քո տան մեջ։ Հալելույա։ Այնպես որ ես ինձ այստեղ հյուր չեմ զգում։ Ես տան անդամ եմ, եկել եմ, կարելի ասել, այս տան փոքր երեխան եմ, ձեզանից էլ ամենափոքրն եմ, ասեմ ձեզ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Կուզենամ կիսվեմ ձեր հետ այսօր մի խոսքով, իմ խնդրանքս է, որ ուշադիր լինես, ոչ մի բան բաց չթողես, ես չեմ սիրում երկար խոսալ, փորձիր այս 20 րոպեն, 30 րոպե ուշադիր կենտրոնանալ խոսքի մեջ, որ գոնե ինչ որ մի բան քո հետ տանես հետ։ Որ այստեղից որ եկել ես դատարկ չգնաս։ Ամեն, հետդ մի բան տանես։ Հալելույա։ Այսօր ուզում եմ խոսալ մի խոսքի մասին, որ դրա միջով եմ անցնում ու շարունակաբար անցնում ենք, ու այս թեման այսպես կարելի ասել, դա անվանել եմ հավատք։ Բայց հավատք ինքը մեծ կարելի ասել բացատրություն ունի։ Ես կուզենամ կենտրոնամ մի ընդամենը ճյուղի վրա։ Ես չեմ ուզում խոսալ հավատք դեպի Աստված, որովհետև ես հավատում եմ, եթե դու այստեղ ես, դու Աստծուն հավատում ես, իսկ եթե չէ ու ցանկությունն ես, ապա վերջում կարաս մոտենաս, իրար հետ կիսվենք, աղոթենք ու քո կյանքը տաս Աստծուն։ Բայց ես ուզում եմ խոսալ այն հավատքի մասին, որ արդեն մենք Աստծուն հավատում ենք, բայց այս հավատքը, որ մեզ պետք է մեր առօրյա կյանքի ընթացքում։ Այսինքն սա այն հավատքը չի, որ ես այո Աստծուն հավատում եմ, թե չէ, բայց սա այն հավատքն է, որ մեզ օգնում է մեր քրիստոնեական կյանքը շարժվել, գործել ամեն օր։ Ամեն, ուզում եմ այս հավատքի մասին խոսալ։ Ու Եբրայեցիների 11:6-ը ասում է առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն։ Այսինքն, եթե մենք Աստծո մոտ ենք գալի, Աստծո մեջ ենք քայլում, մենք պետք է քայլենք հավատքով։ Ամեն, այստեղ եք։ Ուզում եմ այսօր խոսամ հավատքի մասին։ Ու գլխավոր կենտրոնական օրինակը, որ ես կուզենամ բերեմ, ու միանգամից ես ասում եմ, անցնում եմ միանգամից բուն կեղևին, խնդրում եմ ուշադիր լինեք, միանգամից ամբողջ իմաստը, որ ուզում եմ այսօրվա խոսքի խոսալ, մի պատմություն էր, որը եղել է 5 կտակարանում, ու այստեղ պատմություններ, որ Մովսեսը ինքը ուղարկեց 12 լրտեսների, որպեսզի գնային խոստացված երկիրը լրտեսելու, տեսնեին այնտեղ ինչ կա, ու բերեին նորից պատմեին, թե ինչ են տեսել։ Ամեն։ Ու այս 12 մարդիկ, որ ընտրվեցին, ուղղակի հենց այնպիսի մարդիկ չէին։ Ամեն մեկը մի ցեղից էր։ Իսրայելի ուներ 12 ցեղ, ու ամեն մի ցեղից ամենակարելի ասել անվանի, հայտնի մարդկանց ընտրեցին, իրենց ցեղի առաջնորդներին, ու ասեցին, որ գնան, լրտեսեն ու գան այս երկիրը։
Ու հետարքիր է իրանք որ գնում են լրտեսեն, կուզենամ կարճ սենց համառոտ ներկայացնեմ, 12-ն էլ նույն բանը տեսան, 12-ն էլ նույն բանը կերան, 12-ն էլ նույն բանը լսեցին, երբ որ հետ դարձան, 12-ից 2-ը ասեց, որ մենք կարանք գնանք հաղթենք, խոստացած երկիրը մտնենք, իսկ 10-ը ասեց մենք չենք կարա, ես հավատքը չունեին, ու մենք հիմա սենց հեշտ ենք խոսում, բայց երբ որ նայում ես իրանք պատմում են, ասում են, իրանք տեսան ընդեղ հսկաներ, ու ես 1-2 շաբաթ առաջ երկրորդ օրինաց գիրքն էի կարդում, այնքան հետարքիր էր ընդեղ ենակի հսկաների մասին էր խոսում, ու ասում է իրանց բարձրությունը 3.5 մետր էր, պատկերացնում ես, այսինքն կարելի ասել այս պատոլոգից ավելի բարձր էին իրանք, 3.5 մետր, իրանց բարձրությունը, իսկ լայնքը, ասում է այդ մարդկանց, այդ հսկաների, 1.2 մետր էր, պատկերացնում եք, գնացել են ունդեղ հսկաներ են տենում, ու ընդամենը 2-ը, որոնց անունը Քաղեբ էր ու Հեսու, եկան ու ասեցին, Աստված մեզ խոստացել է, մենք կգնանք, կժառանգենք, կմտնենք խոստացած երկիրը, են 10-ը ասեցին, չենք կարա, անհնար է, հաստատ գնալու ենք, կործանվենք, ու հետարքիր է, որ ուզում եմ կենտրոնանամ ես այս երկուսի կյանքում, որ Աստծո խոսքը ասում է, որ իրանք հավատքի հոգի ունեին, իրանք հավատացին, որ Աստված խոստացել էր, ու ասեցին, մենք կգնանք, կժառանգենք, կմտնենք, թեկուզ եւ հսկաներ կան, թեկուզ եւ դժվարություն կա, թեկուզ թվում է անհնար է, բայց մենք հավատում ենք, ասեցին հավատքով կգնանք, կմտնենք, ու տեսնում ես, որ հավատքը, երբ որ մեկը հավատում է, հավատքը նայում է Աստծո աչքերով, ինքը չի նայում մարդու աչքերով, մարդու աչքերով անհնարին էր, բայց Աստծո աչքերով հնարավոր է, ամեն, ու հավատքը տեսնում է հաղթանակը, հավատքը չի նայում պարտությանը, հավատքը ասում է մենք կգնանք ու կհաղթենք, կժառանգենք, ամեն, լավ, սա տեսանք մենք ֆիզիկական պատմությունը, հա, ես հիմա ուզում եմ անցնեմ սրա հոգևորին, ու խնդրեմ ուշադիր լինես, ես ինչը որ իմ կյանքում զգացել եմ, ու երբ որ նայում ես սրա հոգևոր իմաստը, ասեմ ձեզ սա որն է, մենք, ու միջև շարունակելս ասեմ ձեզ մի բան, նայեք, այն մարդիկ, ովքեր հավատացին, մտան խոստացված երկիրը, այն մարդիկ, ովքեր չհավատացին, այդ խոստացած երկիրը երբեք չմտան, 40 տարի անապատում մանեկան, ու այդ հին սերունդը, Աստված ասեց, ոչ մեկ չի մտնելու, ընդամենը 2 հոգի մտավ, Քաղեբն ու Հեսուն, ու նոր սերունդը, այն հին սերունդը, որ այդքան հրաշքներ էր տեսել, թե կարմիր ծովը բացելուց, թե եգիպտացիները ծովի մեջ ընկնվելուց, թե այդքան հրաշքներ, թե երկնքից միս, թե մանանա, թե հաց, ոչ մեկ չմտավ, ընդամենը 2-ը, այս խոստացված երկիրը, նա, հիմա ուզում եմ ես սրա հոգևորը մենք նայենք, ուզում եմ նայենք մեր առօրյա կյանքում, ոչ թե մեր հոգևոր, մեր ամբողջ քրիստոնեական կյանքը, այլ ուզում եմ ես կենտրոնանամ մեր ամեն օրվա կյանքում, ես գիտեմ ու հաստատ համոզված եմ, որ ամեն մեկս էլ ունենք Աստծուց խոստմունքներ մեր կյանքում, ամեն մեկս էլ գիտենք, որ Աստված ունի մեր համար խոստմունք, ու դա կարաս դու նայես որպես խոստացված երկիրը, հա, մի բանի, որ դու ուզում ես հասնես, քո նպատակին, քո երազանքին, քո խոստմանը, դա նայի ոնց որ խոստացված երկիրը լինի, սա հոգևոր եմ ասում, քո կյանքում նայ ու հիշի այն հաղթանակները, որ դու տարել ես, միջև կհասնեիր քո խոստացած երկիրին, միջև կհասնեիր քո հաղթանակին, ամենավերջի պահին, այդ ամենագլխավոր պահին, միշտ հսկաներ են կայնած եղել, ու դու մտածել ես, որ անհնար է ես հասնեմ իմ խոստմանը, անհնար է ես այս հաղթանակը տանեմ, թե կուզենա լինի պրոբլեմ, թե կուզենա լինի փոքր հարց, մեծ հարց, ես խոսում եմ մեր ամեն օրվա անձնական կյանքը, ինչի որ դու ուզեցել ես հասնես, վերջում միշտ հսկայակայնած եղել, ու հարցը ստեղ նրանում է,
Արդյոք դու կարեցել ես ասես, Աստված խոստացել է, ես կհասնեմ իմ նպատակին, թե ասել ես շատ մեծ է իմ համար, սա իմ համար անհնար է, իմ հավատքը չի երիքում։ Որովհետև ֆիզիկականով երբ որ նայես, Իսրայելի ժողովուրդը ասում էր, հսկան երկա չենք կարա, մեզանից ուժեղ, մեզանից մեծ են։ Բայց երբ որ հոգևոր ես նայում ու քննի քո կյանքը, հիմա դու ունես միգուցե քո կյանքում խոստմունքներ, միգուցե հիմա խնդրի առաջ ես կայնած, միգուցե դժվարության մեջ ես կայնած ու քո առջև հիմա կայնածը հսկա կամ կանգնածը մի սար։ Ոնց ես վարվում դու հիմա սրա դեմ։ Արդյոք ասում ես չեմ կարա հաղթեմ այս խնդրից, թե ասում ես հսկա էլ լինի, սարել լինի, ես կանցնեմ։ Ուզում եմ մի քանի օրինակներ իրար հետ նայենք, մի անգամից կուզենամ Դավիթի ու Գողիաթի պատմությունը բերել։ Նայեք ինչ եղավ Դավիթի կյանքում, երբ որ մի հսկա երկայն է, ու ինքը սկսում էր անպատվել Աստծո ժողովրդին, Աստծո անվանը։ Դավիթը հելավ, կանգնավ ու ինչ ասեց, ասեց ես գալիս եմ քո դեմ, ոչ թե իմ անունով, այլ գալիս եմ ամենակարող Աստծո անունով։ Այս հսկան մի օր նաև Դավիթի առաջ էր կայնած։ Ու այս հսկան կարող է այսօր քո դեմը կանգնած լինի։ Միգուցե այս հսկան կարող է մի որոշ ժամանակ հետո քո դեմը կանգնի։ Միջև քո օրնությանը կհասնես, քո խոստմանը կհասնես, միջև քո երազանքին կհասնես, այս հսկաները միշտ կանգնած են։ Ու իրանք կանգնած են ամենավերջի վայրկյանին, որ ամենահասել ես վերջը, դեմդ կանգնած է հսկա։ Ու հենց ասում է, քանի օր քարոզում էր ու ասում էր, ով է թող հելնի պատերազմի իմ դեմ։ Ու գիտես, ասեմ քեզ, շատ ժամանակ մենք ասում ենք փախնենք այս խնդրից, շրջանցենք այս խնդրը, այս հարցը ուրիշ ձևերով լուծենք։ Բայց շատ անգամ խնդրից փախնելը դա խնդրի լուծում չի։ Շատ ժամանակ պետք է դու վերցնես համարձակությունը ու կանգնես ու այդ հսկայի հետ կամ այդ սարիդ հետ սկսես պատերազմել։ Ու դրա համար պետք է քեզ հավատք։ Ու այս էլ այն հավատքն է, որ մենք ամեն օր պետք է ունենանք։ Ոչ թե հավատք դեպի Աստծուն, այլով մենք հավատում ենք Աստծուն, առանց իրա չենք կարող ապրել ու կյանք առանց Աստված անիմաստ է։ Բայց մենք, որպեսզի կարողանանք քայլել այս քրիստոնեական կյանքը, մեզ ամեն օր պետք է այս հավատքը։ Հավատք, որը շարժում է սարերը։ Հավատք, որը հսկաներին կարա գետին տապալի։ Ու 5 տակարանից նայեք, մի քանի օրինակներ նայենք։ Երբ որ նայում ենք Աբրահամի կյանքը, ինքը ուներ մի հավատք, որը հնազանդվեց Աստծուն։ Այո, Աբրահամը հավատում էր Աստծուն, բայց այսօր նայենք, թե ինչ հավատք էր, երբ որ Աստված եկավ ու իրան ասեց. դու ապրում ես այստեղ, վերցրա քո ապրանքները, դուրս ես գալի այս երկրից։ Աբրահամը հավատաց Աստծուն։ Ամեն։ Իրան պետք էր այս հավատքը։ Ու նաև ինչքան օրինակներ եղավ, երբ որ Աստված ասեց քո որդուն զոհի։ Գիտես, իր օրհնության վերջում, երբ որ պետք է հասներ, մի հատ հսկա էր կայնած։ Ու հարցը նրանում է, ո՞նց վարվեց Աբրահամը այս հսկայի, այս սարի դեմ, որը կանգնած էր իր առջև։ Բոլոր մարդիկ անցան այս հավատքի պատմության միջով։ Աստված իրան խոստացավ, ասեց, ես քեզ կդարձնեմ ազգերի հայր, հավատքի հայր կսարքեմ քեզ։ Ասեց նրան, որ մի երեխա էլ չուներ։ Բայց Աբրահամին պետք էր ընդամենը հավատք, հավատալ, որ Աստված ասել է ու կլինի։ Ամեն, ինքը ուներ խոստում, իր խոստման առջև կար հսկա, բայց հավատքով ինքը տապալեց այս հսկային։ Հալելույա։ Ու Ծննդոց 15:6-ում ասում է, Աբրահամը հավատաց Տիրոջը եւ Տերը դա համարեց նրան արդարություն։ Հալելույա։ Նայում ենք Նոյի կյանքում։ Նոյի կյանքում այս հավատքը գործով է լինում։ Աստված եկավ Նոյին ու ասեց տապան կառուցիր, որովհետև ջրեղ եղա լինելու։ Պատկերացնում եք, տարիներ առաջ, այն ժամանակ երկնքից անձրև չէր գալի։ Աստծո խոսքը ասում է գետնի տակից
ջուրը դուրս էր գալիս, ցողը, ու ասում է ջրում էր բնությունը։ Ու Աստված գալիս է ու Նոյին ասում է, որ երկնքից անձրև է գալու ու ջրեղ եղա լինելու։ Անհնարին բան կարելի ասել։ Բայց Նոյը ուներ հավատք։ Բայց ասեմ քեզ, հավատքը եթե գործ չունենա, ինքը մեռած է։ Որովհետև եթե Նոյը ասեր ես հավատում եմ ու նստեր ոչ մի բան չաներ, ինչ կլիներ։ Ոչ տապանը կկառուցվեր, ոչ իր ընտանիքը կփրկվեր, ոչ էլ կենդանիները։ Այսինքն, եթե մենք ունենք հավատք, նաև մեզ պետք է գործեր։ Հա, գործերից է երևում, որ մենք ունենք հավատք։ Հալելույա։ Նաև Մովսեսի կյանքում, երբ որ նայում ես, ստեղ նորից իր կյանքը խոսում է հավատքի մասին։ Աստված եկավ Մովսեսին ինչ ասեց, որ ինք իր միջոցով Իսրայելի ժողովուրդը կփրկվի։ Թեև անհնար էր թվում, տարիներ շարունակ ինքը տեսնում ես անապատում, բայց Աստված իր խոստումին հավատարիմ է մնում։ Ու ամեն մեկը տեսնում ես, որ անցել են այս հավատքի կյանքով։ Դավիթն ու Գողիաթը, մենք նոր խոսացինք իրանց մասին։ Դանիելը տեսնում ենք, որ ունի հավատք, որը մնում է հավատարիմ։ Հալելույա։ Հավատք, որը մնում է հավատարիմ։ Թագավորի կողմից մի հրաման դուրս եկավ, ասեց, եթե մեկը 30 օրվա ընթացքում աղոթի, ասեց իրան կգցենք կառույցների դեմը, կմահանա, կսպանենք, բայց Դանիելը ուներ մի որոշում, որ օրը 3 անգամ ինքը պետք է աղոթ աներ։ Ու ինքը լսեց այս հրամանը, բայց ինքը հավատք ուներ ու հավատքը իր մնաց հավատարիմ։ Ասեց միգուցե թագավորը ասել է, բայց ես հավատում եմ իմ Աստծուն ու ես հավատարիմ կմնամ։ Իր խոստման դեմը եկավ մի հատ հսկա։ Ու այս հսկան ասում էր, որ ես կսպանեմ քեզ։ Քո կյանքը ասեց իմ ձեռքերի մեջ է։ Բայց ինքը հավատքով տապալեց այս հսկային։ Հավատքով Սարը հարթեցրեց։ Ու տեսնում ենք, թեև իրան գցեցին առյուծների գուբը, բայց իր վրա ոչ մի հետք, ոչ մի ցավով ինքը դուրս չեկավ։ Հալելույա։ Երբ որ նայում ենք նոր կտակարանում, տեսնում ենք մի հարյուրապետի, որի ծառան հիվանդ էր։ Ու ինքը եկավ Հիսուսի մոտ ու Հիսուսին ինչ ասեց։ Ասեց. Տեր, միայն մի խոսք ասա ու իմ ծառան կբժշկվի։ Ինքը ուզում էր հասնել իր երազանքին, իր հաղթանակին ու դրա առջև նաև այս հսկաներ կայնած։ Բայց իր հավատքը ասում է. Տեր, միայն դու մի խոսք ասա։ Պարտադիր չի դու գաս հասնես։ Ես հավատում եմ, որ դու ունես իշխանություն ու եթե մի խոսք ասես, իմ ծառան կբժշկվի։ Այնպես որ Հիսուսն է զարմացավ, ասեց. Սրապես հավատք ես ամբողջ Իսրայելում չկտա։ Հավատք, որը մեզ պետք է մեր անձնական օրվա մեջ։ Դու ունես այսօր խոստմունքներ, դու ունես այսօր երազանք, դու գիտես, որ Աստված խոսացել է քո կյանքում ու դու ուզում ես հասնել քո հաղթանակին։ Մի թող քո հավատքը թուլանա։ Թեկուզ եւ հսկա կանգնած լինի քո հավատքի դեմը։ Դու պետք է հավատքով դուրս գաս։ Չթողաս քո հաղթանակը որ գողանան։ Մի էլ ասա մի օր կլինի, որովհետև Իսրայելի ժողովուրդը 40 օրվա տեղը 40 տարի անապատում պտույտ տվեց։ Մի ասա իմ համար լավ է, ես ուղղակի կտամ։ Չէ, լավ չի։ Քեզ պետք է որ դու քո խոստմանը հասնես։ Քեզ պետք է որ քո հաղթանակին հասնես։ Մի էլ ասա ոչինչ, ես քնած կմնամ։ Հա? Հովնան մարգարեն ինչ արեց։ Իջավ, ասում է, նավի տակը խորը քուն մտավ։ Ու գիտես, այն ժամանակ մարգարեները սարերի վրա էին ապրում։ Երբ որ նայում ես իր կյանքը նայեք, ինքը սարից իջավ, եկավ նավահանգիստ։ Նավահանգիստից իջավ, եկավ մտավ նավի մեջ։ Նավի մեջից իջավ ամենաներքևը, որպեսզի քնի։ Այդ ներքևից էլ հետո իջնում է կետի փորի մեջը, ավելի խորը տեղ։ Դրա համար պետք է Աստծուն հնազանդ լինել։ Երբ որ անհնազանդ ես լինում, տենում ես, որ քո հոգևոր կյանքը էթալով ավելի ընկնում է։ Ու երբ որ Աստծուն հնազանդվում ես, տեսնում ես, որ քո հոգևոր կյանքը աճում է։ Հալելույա։
Նաև այն կինը, որ տարիներ շարունակ արյունահոսության մեջ էր, ինչ ասեց, եթե միայն կարողանամ կպնել Հիսուսին։ Իր դեմ հսկա էր կայնած, ու իրան ասում էր, որ չի լինի։ Միգուցե ասում էր, ես քեզ սպանելու եմ։ Միգուցե ասում էր, քո կյանքը իմ ձեռքերի մեջ է, բայց ինքը իր խոստմունքին միջև գասներ, ինքը այս հսկային իր հավատքով հաղթեց։ Ասեց, ես հավատում եմ, միայն թե կպնեմ իրան, ու երբ որ կպնում է, ինքը իր բժշկությունը առնում է։ Հալելույա։ Նաև Պետրոսը մի օրինակ է մեզ։ Շատ ժամանակ մենք դա վատ ձև ենք նայում, երբ որ ինքը քայլեց ջրերի վրայով, ասես միայն թե մի խոսք ասա, որ գամ քայլեմ, տեսնում ենք, որ ինքը խորտակվում է, հա, հետո ձեռքը Հիսուսը գցում բարձրացնում է իրան, բայց ասեմ քեզ, ինձ թվում է ինքը երկրորդ մարդն էր, որը ջրի վրայով քայլեց։ Հիսուսը քայլեց, դրանից հետո Պետրոսը քայլեց։ Բայց իր դեմ նորից իր խոստման վերջում այս հսկան կայնած էր։ Հա, փոթորիկներ եկան, քամիներ եկան։ Ու նայ քո կյանքում էլ այսօր ուզում եմ դու մտածես, խորես քո կյանքը, քո խոստմանը, որ դու ունես, քո հաղթանակին միջև հասնելը, ինչն է խանգարում, ինչա պահում։ Եթե դա մի հսկա է, կամ մի սարա դուրս եկե, ասեմ քեզ, բոլորս էլ անցնում ենք պատերազմի միջով։ Մեկը անցնում է լուր, մեկը անցնում է բարձրաձայն, բայց բոլորս էլ պատերազմի մեջ ենք։ Այսօր իմ կյանքում էլ ու շարունակաբար ես գիտեմ տարիներ որ գա, նորից այս պատերազմի մեջ ենք լինելու։ Ամեն մեկս էլ մի հարցի լուծում ենք փնտրում, հա? Մի բան կա, որ թվում է անհնարին, ու մեզ պետք է այս հարցը լուծվի։ Ու մեզ պետք է այս հրաշքը։ Ու մեզ թվում է եկել ենք, հասել ենք այն վերջի պահին, որ պետք է լինի, ու այս հսկան կայնած է, ոսմա դա չի ստացվի։ Դրա համար այն պատերազմը այսօր, որ դու անցնում ես, դու վերցրա այս վստահությունը, որ ես հավատքով եմ գալի ու հավատքով այս հսկային կտապալեմ։ Ամեն։ Թող սա լինի այսօրվա այն խոսքը, որ մենք մեր հետ տանենք, որ թեկուզ եւ հսկա կամ մի սար կայնած լինի մեր հաղթանակի դեմը, մենք հավատքով այն կհասնենք։ Ամեն։ Մարդու համար անհնարին կարա թվա, բայց մի կասկածի Աստծո համար։ Աստծո համար Աստծո խոսքը ասում է, որ ամեն բան հնարավոր է։ Մեր համար միգուցե հնարավոր չի, կասկածում ենք, մեր լոգիկայից դուրս է, բայց պարտադիր չի այն, որ մեր լոգիկայի մեջ լինի։ Եկեք Աստծուն չմտցնենք մեր լոգիկայի մեջ։ Աստված շատ ավելի մեծ է։ Աստված ավելի հզոր է։ Մարդկությունը միջև հիմա չի կարեցե հայտնաբերի ու տեսնի տիեզերքը ինչքան մեծ է, բայց Աստված ամեն բան իր ձեռքի մեջ է բռնել։ Հասկանում եք, ու մեր խնդիրներն ու խնդիրները դա կարելի ասել մի կետա ամբողջ մեծ թերթի վրա։ Դրա համար, եթե մի բան քեզ թվում է դժվար, եթե քեզ թվում է թե հսկա է կայնած, մի կասկածիր Աստծո վրա, քո հավատքը ուղղիր դեպի Աստված։ Եղիր այն երկուսի պես, Քաղեբի ու Հեսուի պես, որ մնացած ասեցին չի լինի, բայց այս երկուսը ասեցին մի րոպե։ Աստված խոստացել է, մենք հավատում ենք, մենք կհասնենք մեր խոստմանը։ Ու այս երկուսը գնացին ու ժառանգեցին։ Հալելույա։ Ու հավատքը անտեսանելին տեսնելն է։ Ամեն։ Սկզբից մենք հավատում ենք, հետո նոր տեսնում ենք։ Հալելույա։ Ու մի բան էլ կուզենամ կարդանք իրար հետ Հռոմեացիների 10:10-ը։ Նայեք, շատ անգամ մարդիկ ասում են, երբ որ խոսում ես հավատքի մասին, իրանք փորձում են հավատքը իրանց մտքում տեղադրել։ Այնքան են սկսում իրանց մտքի մեջ ասել ես հավատում եմ, ու իրանց թվում է թե իրանք հավատում են, բայց իրանց հավատքը մտքի մեջ է։ Բայց Հռոմեացիների 10:10 ասում է, քանզի սրտով ենք հավատում արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Այսինքն հավատքը ոչ թե մեր մտքի մեջ պետքա լինի, ոչ թե քո գլխի մեջ դու քեզ պետքա համոզես ու ասես ես հավատում եմ, չէ, հավատքը այն քո սրտի մեջ պետքա լինի։ Հավատքը սրտից է գալի, ոչ թե մտքից։ Ամեն։ Հալելույա։ Ու նաև հավատքը նայեք, որ խոսում ենք հավատքի կա պարգևը, հավատքի կա պտուղը ու կարա մեր հավատքը մեծանա։ Ուզում եմ ընդամենը շատ կարճ երկու բանի վրա կենտրոնանամ, հավատքի պտուղի վրա, որ մեր հավատքը կարա մեծանա։ Միգուցե մի ուրիշ անգամ գանք հավատքի պարգևի վրա։
Ինչի համար, որովհետև պարգևը սա ուրիշի համար է, բայց պտուղը դա մեր համար է։ Ամեն։ Հալելույա։ Հովհաննես 15:5 ասում է Հիսուսն ասում է ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում է մնում եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Այսինքն, եթե մենք բնակվում ենք Հիսուսի մեջ, մենք շատ պտուղներ ենք բերում։ Ու հավատքի պտուղը դա սա է, Հիսուսի մեջ բնակվելը։ Հալելույա։ Ու պտուղը հենց դա է, որ վստահություն է դեպի Աստված։ Ամեն։ Ու պտուղի համար դու պետքա գործ անես, դու պետքա ջանք անես, հա։ Պտուղը նաև քո բնավորությունն է, դու պետքա աշխատանք տանես։ Պարգևը միանգամից տրվում է, բայց պտուղի համար դու պետքա աշխատանք տանես։ Պարգևը դա նվեր է, դա ոնց որ ես հանեմ իմ ժամացույցը մեկին նվեր տամ։ Ինքը նվեր ստացավ, պարգև։ Բայց պտուղը, երբ որ դու քո կյանքում դու սկսում ես քո բնավորությունները սկսում ես տաշել, սկսում ես կերտել, հա։ Երբ որ բացում ես Աստծո խոսքը ու տեսնում ես, որ քո բնավորությունը կամ քո արած գործը չի համընկնում Աստծո խոսքի հետ, ինչ ես անում, դու սկսում ես քո կյանքը փոխել, դու սկսում ես քո բնավորությունը կերտել ու տաշել։ Ու սա է այն պտուղը, որի մասին մենք խոսում ենք։ Հավատքի պտուղը։ Ամեն։ Մեզ պետք է երկուսն էլ, ամեն, պարգևն էլ, պտուղն էլ։ Ու մյուս տեղը, որ ուզում եմ կարդալ, դա սա է, ասում է հավատքը կարա մեծանա, որտեղ Հռոմեացիների 1:16-ում ասում է հավատքից հավատքի մեջ։ Հա? Այստեղ ես ամբողջ տեղը չեմ ուզում կարդամ, բայց ասում է հավատքից հավատքի մեջ։ Այսինքն նշանակում է, որ մեր հավատքը կարա մեծանա։ Երբեք մի բավարարվի, ասա ես այսքան հավատք ունեմ, ու սա ինձ բավական է։ Չէ, հավատքից հավատքի մեջ։ Ամեն։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 1:3-ում Պողոսն էլ ասում է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է։ Այսինքն հավատքը մի բան է, որ ինքը կարա մեծանա։ Ամեն։ Ու նաև երբ որ կարդում ես Հռոմեացիների 10:17, ասում է հավատքը ինչա, լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Երբ որ կարդում ես Աստծո խոսքը, քո մեջ ինչա գալի, հավատք է գալի։ Հալելույա։ Ու ոնց է մեր մեջ հավատքը գալի, սա էլ վերջի տեղն է, որ կուզեմ կարդամ, Առակաց 4:20։ Եթե ուզում ես քո հավատքը մեծանա, այստեղ բալանին տալիս է, Առակաց 4:20։ Ասում է որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջ տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո առաջից, պահիր նրանց քո սրտի մեջ։ Երբ որ մենք ուշադիր ենք Աստծո խոսքին, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, ասում է ականջ տուր իմ ասածներին, ասում է թող նրանք չգնան քո աչքի առաջից, երբ որ դու սկսում ես կարդալ, սկսում ես Աստծո խոսքը նայել, պահում ես նրանք քո սրտի մեջ, սկսում ես քո կյանքում գործել։ Ամեն օր քո հավատքը սկսում է աճել ու աճել։ Աստծո խոսքը, երբ որ դու նայում ես, կարդում ես, մտածում ես Աստծո խոսքի վրա ու գործում ես քո կյանքում։ Հալելույա։ Դրա համար էլ Հեսու 1:8-ում Աստված ինչ ասեց Հեսուին, ասեց այս օրենքի գիրքը, ասեց քո բերանից չհեռանա։ Գիշեր ու ցերեկ նրա վրա մտածի, պահիր ու կատարիր նրան միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները քո հաջողակ կանես, ու այն ժամանակ խելամուտ կլինես։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Այսօրվա իմ խոսքներ, իմ խնդրանքն է ձեզ։ Մենք այս պատերազմի միջով ենք անցնում։ Ամեն մեկս ունենք մեր անձնական պատերազմները։ Թե լուր, թե բարձրաձայն, մեկը տեսնում է, մեկը չի տեսնում, մեկը լսում է, մեկը չի լսում։ Մի կարծեք, որ այստեղ կանգնած ենք, մենք չունենք այս պատերազմները։ Մենք ավելի շատ ունենք այս պատերազմը։ Ու այս պատերազմը հաղթելու ձևը դա մեր հավատքով է։ Հավատք դեպի Աստված։ Հավատք, որը հաղթում է։ Թեկուզ եւ քո հաղթանակի խոստման վերջում կանգնած լինի այս հսկան, իմացի, որ դու միայն հավատքով կարաս իրան հաղթես։ Վերցրա քո հավատքը, որը կգործի քո ամեն օրվա կյանքում, որտեվ հեսա որ գնացիր քո տուն, թե այսօր, թե քո վաղը, քո միգուցե խնդիրներն ու խնդիրները այն չեն լքելու քեզ։ Բայց դու կարաս քո հետ տանես հավատք, որը հավատքով կարաս քո խնդիրներին լուծես։ Հավատք, որը հաղթում է աշխարհին։